Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայում YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր է, մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումներ եւ այսպես հրապարակ օրաթերթը գրում է. 2025 թվականի հոկտեմբերի 25-ին վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հանրային խորհրդի անդամների հետ այցելել էր Կիրանց, Երևանից ժամանածները ծանոթացել էին նաև Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքներին, որի համար պետբյուջեից հատկացվել էր 55 միլիոն դրամ գումար։ Այդ ժամանակ հայտարարվեց, որ եկեղեցու վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թվականի դեկտեմբերին, իսկ դեկտեմբերի 6-ին Փաշինյանը կրկին Կիրանց էր մեկնել քաղաքացիների 50 հոգանոց խմբի հետ։ Նաև ծանոթացրել եկեղեցու վերականգնման աշխատակիցներին։ Իր ֆեյսբուքյան էջում էլ տեսանյութ էր տեղադրել, որտեղ Փաշինյանը բառացիորեն ասում է. «Գարնանը Սուրբ Զատիկի առիթով երևի արդեն պատրաստ կլինի»։ Զատիկն էլ անցավ, բայց եկեղեցին պատրաստ չէ, ապրիլի 14-ին եղանք Կիրանցում, Սուրբ Երրորդություն եկեղեցու դռները կողպված էին, եկեղեցու վերահոսումը դեռ չի կատարվել։ Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից սա կարող է օգտագործվել, նպատակ ունենալ օգտագործվել եկեղեցու դեմ արշավների շրջանակում, գուցե սկզբում պլաններ է ունեցել, որ դա տեղի կունենա դեկտեմբերին, հիմա հույս է ունեցել գարնանը, երկու դեպքում էլ տապալվեց, սա երկու իմաստով իր համար սիմվոլիկ կլիներ, մի կողմից դա եկեղեցին Կիրանցում է, որտեղ ինքը տարածքներ է հանձնել Ադրբեջանին, որը պատճառ հանդիսացավ, որ Բագրատ Սրբազանը շարժում սկսի դեպի Երևան եկող եւ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, այս իմաստով եթե նա կարողանար եկեղեցու դեմ իր պլաններում հաղթանակ արձանագրել, ապա սիմվոլիկ տեսանկյունից հետաքրքիր քայլ էր մտածել։ Հրապարակ օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով բոլորին դեմ եմ շարժման համահիմնադիրներն այս օրերին բանակցում են տարբեր քաղաքական ուժերի ղեկավարների, անհատ գործիչների հետ միասնական ճակատով ընտրություններին մասնակցելու նպատակով։ Մասնավորապես բանակցություններ կան ինքնիշխան Հայաստան կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի հետ, նա 2018 թվականի իշխանափոխության ակտիվ մասնակիցներից էր։ Փաշինյանի թիվ 1 գործընկերը, որին նշանակեցին պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ապա ամիսներ անց կոռուպցիոն մեղադրանքով դուրս մղեցին իշխանությունից, իսկ 7 տարի անց դատարանն արդարացրեց նրան։ Սանասարյանը տևական ժամանակ քաղաքական ակտիվություն չէր դրսևորում եւ առաջիկա օրերին պարզ կլինի, հաջողվել է կոնսենսուսի գալ թե ոչ։ Բանակցություններ կան նաեւ ՄԱՍ կուսակցության համահիմնադիր Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հետ, այս թեվում էլ դեռ որոշակիություն չկա։ Դեմ եմ բոլորի նախաձեռնությունը հետաքրքիր ընթացք է ստանում, սկզբում մի քանի երիտասարդներ սկսեցին դեմ են բոլորին նախաձեռնությունը, իբրև թե դեմ են հներին, նորերին, ապագաներին, հիմա կարծեք թե բոլորին փորձում են ներառել եւ ում դեմ էին, նրանց հետ արդեն դաշինք են կազմում։ Հրապարակ թերթը գրում է. «Ժողովրդավարության, օրինականության ինքնահռչակ քերթողահայր Նիկոլ Փաշինյանը 3 խորհրդարանում հերթական անգամ օրենք խախտեց, այն ստորադասելով նախընտրական քարոզչության իր PR-ին։ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ Փաշինյանը թիվ 1 օրենսդիր ամբիոնից գերազանցեց ԱԺ կանոնակարգ օրենքով հաստատված ժամանակը, որը սահմանված է կառավարության ծրագրի կատարողականի զեկույց ներկայացնելու համար։ ԱԺ կանոնակարգ օրենքի 127-րդ հոդվածով այդ զեկույցի համար նախատեսված է 1 ժամ։ Փաշինյանը դա գերազանցեց եւս կես ժամով։ Ավելին, նա նաև ընդմիջման համար հատկացված 30 րոպեն օգտագործեց իր նախընտրական ելույթի համար, արհամարելով խորհրդարանի դերն ու կարգավիճակը։ Իսկ կոճակ սեղմող ուսապարկներից որևէ մեկը
չհանդգնեց ըմբոստանալ եւ շեֆին բերել օրինականության դաշտ։ Ճիշտ հակառակը, քծնական ժպիտով փորձում էին ցույց տալ, թե ինչքան են կարևորում Փաշինյանի ելույթը։ Գիտեք, թող Փաշինյանի ամենամեծ օրինակ հաղթումը սա լիներ, բայց մյուս կողմից այո, սա ցույց է տալիս, թե ինչ տեսակ թքած ունի նա խորհրդարանի վրա, սա խորհրդարանական պետություն է, խորհրդարանի կանոնակարգ օրենքը պիտի պահպանվի եւ նա հաշվետու է խորհրդարանին, ոչ թե խորհրդարանն է իրեն հաշվետու, այս պարագայում խորհրդարանը ոչ միայն Նիկոլ Փաշինյանին հաշվետուի դերում էր հանդես գալիս, այլ դեկորատիվ ծաղկի։ Դուք հիշում եք 90-ականներին կային ֆոտոստուդիաներ, հիմա էլ կան, բայց ավելի ճաշակով են։ 90-ականների այդ ֆոտոստուդիաներում գնում ենք անճաշակ ծաղկամաններ էին դնում որպես ֆոն։ Հիմա քաղաքացիական պայմանագիրը երեք Նիկոլ Փաշինյանի ֆոնին դրված, ավելի շուտ Նիկոլ Փաշինյանը որպես ֆոն դրված վատ ծաղկամանների դերներ տանում, սա ցույց է տալիս այդ ԿՊ-ի ամբողջ էությունը, նկատենք, որ ընդդիմադիր խմբակցությունները երեք չէին մասնակցում Նիկոլ Փաշինյանի մենահամերգին, այդ իմաստով Փաշինյանն իրեն ավելի ազատ էր զգում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթը ուսումնասիրել է կառավարության 2025 թվականի ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը, որտեղ ուշագրավ դրվագ կար կոռուպցիայի դեմ պայքարի համար իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության մասին։ Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի մասին զեկույցում զետեղված պաշտոնական թվերը ցույց են տալիս ոչ այնքան հաջողություն, որքան խորը խնդիր։ Պետությունը պատճառված միլիարդավոր վնասի ֆոնին իրավապահներին հաջողվել է վերականգնել դրա միայն չնչին մասը։ Եթե թվերը դնենք կողք կողքի, կստացվի, որ 2025 թվականի ընթացքում արձանագրված 7.9 միլիարդ դրամ վնասից փաստացի վերադարձվել է ընդամենը 895 միլիոն դրամ, այսինքն մոտ 11.3%։ Մնացած գրեթե 88.7%-ը դեռ չի վերականգնվել։ Զեկույցում հրապարակված տվյալներում բառացի նշված է. Քննչական կոմիտեում 2025 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 643 քրեական վարույթ։ Ավարտված քրեական վարույթով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների արդյունքում եւ համայնքներին պատճառված վնասը կազմել է շուրջ 7.9 միլիարդ դրամ, որից վերականգնվել է շուրջ 895 միլիոն դրամը, արգելանք է դրվել շուրջ 156 միլիոն դրամ արժողությամբ գույքի վրա, իսկ հանցագործությամբ պատճառված գույքի վնասի իրավաբանական անձանց պատճառված վնասը կազմել է շուրջ 18 միլիոն դրամ, որից վերականգնվել է 79,000 դրամը։ Հրապարակ օրաթերթը գրում է. Երեք ԿՊԱ-ականները վստահաբար մեկ կենտրոնից ստացած հրահանգով կատաղի արշավ իրականացրեցին նախորդ օրը բերման ենթարկված ուժեղ Հայաստան կուսակցության երկու կանանց դեմ, որպեսզի հնարավորինս վարկաբեկեն նրանց եւ Սամվել Կարապետյանի հիմնադրած ուժը ներկայացնեն իբրև ընտրակաշառք բաժանող։ Լայվեր ու գրառումներ էին անում, ԱԺ ամբիոնից հայտարարություններ հնչեցնում։ Եվ չնայած ընդդիմադիր կանանց փաստաբանները հայտարարում են, որ շինծու վարույթ է, սակայն տեղեկություններ կան, որ իշխանությունը միտումնավոր նման աղմուկ բարձրացրեց եւ առաջիկայում էլ պատրաստվում է կրկին դա, որպեսզի կարողանա հիմքեր ստեղծել ուժեղ Հայաստանին չգրանցելու համար։ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածն արգելում է նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին խոստանալ դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել խոստանալ ծառայություններ։ Ընտրական օրենսգիրքը հստակ ընթացակարգ է սահմանել, որ ընտրակաշառքի մասին հաղորդումների դեպքում ԿԸՀ-ն կարող է դիմել դատարան տվյալ կուսակցության գրանցումը մերժելու համար։ Պոլիտիկայից մեկ հոդված։ Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին շաբաթներ առաջ ազատեցին իր զբաղեցրած պաշտոնից, քանի որ նա Արցախի հիշատակող գիրք էր նվիրել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։ Թանգարանի տնօրենին ազատել էին Փաշինյանի ուղիղ ցուցումով։ Ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն եւ դա համարել եմ սադրիչ գործողություն եւ խնդրել եմ, որ դիմում գրի։ Լրագրողներին ասել էր Փաշինյանը։ Այս պաշտոնանկությունից հետո իշխանական քարոզչամեքենան սկսեց մարդկանց համոզել, թե Արցախ անունը տալով պատերազմ է հրահրվում եւ Արցախի մասին հիշողները, ինչպես նաեւ ԿՊ-ի տեսակետից զատ այլ կարծիք ունեցողները չեն կարող տեղ ունենալ պետական համակարգում։ Հետաքրքիր է, որ այս իրադարձության եւ հայտարարությունների ֆոնին օրերս ԿՊԱ-ական падգամավոր, ինչպես նաև ԿՊ ցուցակով որպես տեխնացու ներառված Սասուն Միքայելյանը իր պաշտոնական էջում հրապարակել էր հետագից վերտարության մի տեսանյութ, որի մեծ մասը նվիրված էր Արցախի ազատագրության իր մասնակցությանը։
Արցախի մասին նման կերպ հիշատակելը թարս չափալախ էր Նիկոլ Փաշինյանին եւ քպական տրամաբանության պատերազմ հրահարելու պես մի բան է։ Եթե Փաշինյանը չի արձագանքում իր ցուցակի առաջավոր տեղերը զբաղեցնող Սասուն Միքայելյանի քայլին, դա կնշանակի, որ չափալախը տեղ է ասել։ Այս դեպքում նա լավ կանի ներողություն խնդրի Էդիտա Գզոյանից եւ նրան վերադարձնի նախկին պաշտոնին։ Սա նաեւ ցույց է տալիս մեկ այլ դրվագ, որ հաճախ Նիկոլ Փաշինյանը փորձում է ավելի թրքասեր երևալ, քան Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում են, պլանի գերակատարում է սովետական միության տարիներին, ովքեր ապրել են, երևի թե կհիշեն, որ տնտեսությունը պլանավորված էր եւ լավագույն կոլխոզները, սովխոզները տարվա ավարտին, երբ պլանը գերակատարում էին, ինչ-որ մեդալներ էին ստանում, շնորհակալագիրեր էին ստանում, չեն բացառում, որ այս պլանը գերակատարելու տրամաբանության մեջ Ալիևը Հեյդար Ալիևի անվան շքանշան շնորհի Նիկոլ Փաշինյանին, որ այո, մենք պահանջել էինք, որ Արցախի թեման փակվի, որ Արցախի մասին այդպես շատ հիշատակումներ չլինեն, բայց դու պլանը տվիր ու գերակատարեցիր, դրա համար որպես շնորհակալություն Հեյդար Ալիևի մեդալ շնորհեն Նիկոլ Փաշինյանին, կարծում եմ արժանի, ընդ որում ես վստահ եմ, եթե մենք այդ մեդալ ստացողներին ուսումնասիրենք, Ադրբեջանի պետության շահերի տրամաբանությունից ամենաարժանավորը լինելու է Նիկոլ Փաշինյանը, որովհետև այն ծառայությունները, որ Փաշինյանն է մատուցել Ադրբեջանին, դեռ որևէ մեկը չի մատուցել Ադրբեջանին, անգամ Հեյդար Ալիևի որդի Իլհամ Ալիևը իր ամբողջ ընտանիքով։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը։ Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48